Ջանիսը լեսակամարտության ֆոնին ես մի փոքր ուշ միացանարաբար անդրադարձել Բայց ոնց որ ձեր հարցը արդեն տվել են։ Իմանալ Հայաստանի վարշավեկետից նշում են, որ հենց կոմպլեքսությամբ մեծ վտանգ այս ֆոնին։ Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետություն իշխանությունը ապտագության խորհրդի նիստ արդյոք ինչու չի իրավիճում եւ վտանգները գնահատվել են թե ոչ։ Նախ ես ձեզ ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստ բարբերաբար է հրավիրվում, ասենք օրինակ վերջին 1 շաբաթվա ընթացքում կամ ամսվա ընթացքում երևի 4-5-6, բայց հաղորդագրություններ չեն լինում, բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, մի րոպե, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը եւ ինչպես ասել եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Պարոն Փաշինյան, տպավորությունը, որ դուք այս երկրի դատավորն եք փորձում լինել, ԱԱԾ պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները, սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով, դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում, ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո, 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն, խնդրում եմ, որպես երկրի պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք էլ եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք։ Նկատի ունի ուժային կառույցները, Ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի։ Խնդրեմ։ Իսկ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ, հեսա կհարցնեմ։